Բարի երեկո, եթերում արտֆոկուսն է։ Քանդակագործ գրաֆիկ Սամվել Ղազարյանի արվեստն առանձնանում է ժանրաթեմատիկ լայն ընդգրկմամբ, խորքային բովանդակությամբ և կերպարային բազմազանությամբ։ Նրա ստեղծագործություններում զուգակցվում են քնարականությունը և միստիցիզմը։ Ղազարյանի ստեղծագործությունները հայ քանդակագործության կարևորագույն ձեռքբերումներից են, որոնք միավորում են ավանդական ժառանգությունը, ինքնատիպ ոճական մոտեցումներն ու համամարտկային գաղափարները։ Այս օրերին Հայաստանի ազգային պատկերասրահում գործում է Սամվել Ղազարյան արարման ուղին ցուցահանդեսը, նվիրված արվեստագետի 75-ամյակին։ Այսօր արտֆոկուսում զրուցելու ենք ցուցահանդեսի համադրող ազգային պատկերասրահի քանդակի բաժնի վարիչ Մարիամ Դավթյանի հետ։ Բարի երեկո Մարիամ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Սկզբում ուզում եմ շնորհավորել իրապես հաջողված համադրողական աշխատանքի կապակցությամբ այս օրերին պատկերասրահում իրապես կարելի է ներկա լինել շքեղ ցուցադրության եւ հարցնել ինչպես մեկնարկեց ձեր եւ պարոն Ղազարյանի համագործակցությունը, ինչից սկսվեց, քանի տարի եք ուսումնասիրում Սամվել Ղազարյանի արվեստը։ Շնորհակալ եմ հրավերի համար եւ լավ խոսքերի համար իհարկե։ Միշտ իմ նեղ մասնագիտականում հետաքրքրված եմ եղել հենց քանդակով եւ հայ կերպարվեստում այդ հետաքրքիր բնագավառով շատ եմ հետաքրքրվել եւ իմ բոլոր ուսումնասիրությունները հիմնականում քանդակի ուղղությամբ են եղել եւ ըստ այդմ Սամվել Ղազարյանը որպես հայ կերպարվեստի, հայ քանդակագործության կարգառող ներկայացուցիչներից մեկը իր արվեստը զբաղուց եմ ուսումնասիրել, սակայն սերը իր արվեստի հանդեպ դեռևս մանկուց է ձևավորվել, քանի որ կարելի ասել երևի առաջի արվեստանոցները ես ոտք եմ դրել դեռահաս տարիքում եւ շատ տպավորված եմ եղել վարպետի եւ ստեղծագործություններով եւ տեսակով եւ որպես արվեստագետ եւ որպես մտածող շատ հետաքրքիր էր այդ զրուցելը եւ այդպես տպավորությունի մեջ մնաց իր կողմից ստեղծված եւ այդ ժամանակ դեռ արվեստաբան չէի հետագայում արդեն երբ որ արդեն արվեստաբան դարձի եւ պատկերասրահում աշխատեցի իմ առաջիկա պլաններում ընդգրկեցի հենց Սամվել Ղազարյանի ցուցահանդեսը որ առաջարկեցի 19 թվականին դեռևս իրականացնել, սակայն որոշակի խնդիրներից ելնելով բոլորս գիտենք 20 թվականը, 21 թվականը հետաձգվեց այդ ցուցահանդեսը, հետագայում արդեն պատկերասրահն էր փակվել վերանորոգման աշխատանքներից ելնելով, այժմ արդեն իր դռները բաց է պատկերասրահի, հրաշալի ցուցադրություններ ունենք, որոնցից մեկը նաև այս ժամանակավոր ցուցադրությունն է, ցավոք ժամանակավոր իհարկե, բայց արդեն բավական երկար է ժամանակավոր ցուցահանդեսի համար, մոտ 2 ամիս է արդեն կա, մի քիչ էլ ենք երկարաձգել, այնպես որ ովքեր որ չեն հասցրել վայելել, հրավիրում եմ անպայման թող բաց չթողնեն այս հնարավորությունը եւ տեսնեն։ Ցուցադրությունը ներկայացնում է մեզ Սամվել Ղազարյանի շուրջ 70 քանդակ եւ գրաֆիկական թղթեր, գրաֆիկական աշխատանքներ, ինչ սկզբունքով եք ընտրել այդ աշխատանքները եւ նաեւ ինչ սկզբունքով եք համադրել։ Իրականում շատ դժվար էր Ղազարյանի արվեստի հետ աշխատել այն առումով, որ գրեթե բոլոր գործերը ցուցադրելու ենթակա են, լավն են։ Թերի գործ կամ չհաջողված գործ կարելի ասել չունի, միգուցե անփագորգոր թվան իմ խոսքերը, բայց դա այդպես է։ Ըստ այդմ, բայց փորձեցինք կոնցեպտը այնպես ներկայացնել, որ տեսանելի լինի արվեստագետի ողջ զարգացման ուղին։ Քանի որ առայսօր ստեղծագործող արվեստագետը եւ շատ բուրըն գործընթաց ունի ստեղծագործական եւ շուրջ 50 տարի ըստեյության քանդակում է, պետք է ցուցադրել այդ ամբողջ գիծը սկզբից մինչեւ առայսօր եւ ներկայացրեցինք 3 սրահներում ըստ հաջորդականության ժամանակագրական սկզբունքով։ Բայց ամեն դեպքում իհարկե պահելով նաեւ էսթետիկայի եւ արվեստաբանական այդ գիծը տանելու սկզբունքը առաջի գործերից ներկայացված են մինչև 20-ական թվականների ստեղծագործությունները եւ զուգադրել ենք գրաֆիկական թերթերի հետ շարքեր կան գրաֆիկական կան նաեւ էսքիզային տարբերակներ որևէ քանդակի համար արված որը հետագայում նա ավարտել եւ ավարտուն գրաֆիկական թերթ է ստեղծվել եւ վերջի սրահում ներկայացնում ենք Սասունցի Դավիթ էպոսը
գրաֆիկայի տեսքով, որը նա արել է գուցե եւ գրքի ձևավորման համար, սակայն դեռևս չկա գիրքը, լավ կլիներ որ իհարկե, այո, լավ կլիներ որ առաջարկ կստանար եւ վերահրատարակվեր Սասունցի Դավիթը այդ նկարազարդումները, որովհետեւ հոյակեպ նկարազարդումներ են։ Այո։ Շատ եւ ուսանելի եւ գեղարվեստական բարձր արժեք ունեցող։ Մանավանդ որ այսօր տպագրվում են բարբերաբար, այո, վերահրատարակվում են շատ գրքեր, այո, կարելի է նաեւ այդ հարցով զբաղվել։ Այո, շուտով եւս մեկը գիտեմ որ կլինի եւ կարելի է քննարկել այդ հարցը, այո, որ օգտագործվեն ամենևքում։ Այո։ Մարիամ, դուք ասացիք, որ այս ցուցադրության միջոցով կարելի է դիտարկել Սամվել Ղազարյանի ստեղծագործության փոխակերպման ուղին, հա, ինչ ուղի է անցել ըստ էության արվեստագետը, կարելի ավելի մանրամասն անդրադառնալ այդ փոխակերպումներին։ Բազմերանգ, շատ բազմաբնույթ եւ ֆիգուրատիվ առումով եւ ձևամտածողության առումով եւ թեմատիկ բովանդակային առումով եւ կերպարների ընտրության, նյութի ընտրության առումով շատ բազմերանգ եւ բազմապրոֆիլ արվեստագետ է։ Եթե ներկայացնում ենք օրինակ վաղ շրջանում ստեղծված ինֆորմացիա աշխատանքը, որը ներկայացնում է տղամարդու ֆիգուր, գլխի փոխարեն պայթած հեռուստաէկրանն է ներկայացված, դա 80-ականների սկզբի աշխատանք է։ Կարող ենք դիտարկել մի փաստ, որ վարպետը ժամանակից առաջ էր, այսպես ասած, ընկած եւ հասկանում էր ինֆորմացիայի եւ դրական եւ բացասական կողմերը գեր հագեցվածության առումով, մեդիա գրոհի առումով, հետաքրքիր կարող ենք զուգորդել այժմյան մեր իրականության հետ։ Եթե մենք դիտարկենք այդ աշխատանքը, հետագայում արդեն կերպարները փոխվում են դեպի դիցաբանական, դեպի գոյաբանական, կրոնական թեմաներով, շատ մեծ է իր մոտ դերը մայրության կերպարի, առհասարակ մայրության թեմայի։ Կնոջ մարմինը, կնոջ երևույթը, կին երևույթը շատ հետաքրքիր ձևով ներկայացված է հենց որպես մայր։ Միևնույն ժամանակ կարող ենք տեսնել նաև Ադամ եւ Եվա ստեղծագործությունում կնոջ կերպարը, Եվան շատ, այսպես ասած, խորամանկ կնոջ ձևով է ներկայացված, ինչ որտեղ նաև Ադամին նեղացնող ֆիգուրով։ Բավականին իրօրինակ աշխատանք է երաժիշտներ քանդակախումբը։ Այդտեղ մենք կարող ենք եւ տղամարդու ֆիգուր տեսնել եւ կնոջ ֆիգուր, քանի որ կարևոր չէր թե ով է պատկերված, այլ կարևոր էր փաստը, այսինքն ինչ միտք է ունեցել վարպետը ներկայացնել, այսինքն երաժշտություն գաղափարը երաժիշտների միջոցով, հետաքրքիր ձևային լուծումներով, հետաքրքիր ֆակտուրային անհարթ մակերեսների լուծումներով երաժշտության մեղեդային ինչ որ օրինակ լուծում է ստացել եւ ներկայացրել այդ յուրատիպ երաժիշտներ քանդակախումբը։ Ցուցահանդեսում կան նաև հայոց պատմությանը, հայկական առասպելաբանությանը առնչվող գործեր, որոնցից մեկը Փոքր մհերն է, եւ հայոց պատմությունը Մովսես Խորենացու կերպարով ներկայացնելու միտումը։ Բավականին յուրատիպ մտածողություն է այդտեղ ներդրված, եթե մենք մանրամասն ուսումնասիրենք Սամվել Ղազարյանի ստեղծագործությունները, ապա հետաքրքիր խորհրդաբանություն կտեսնենք եւ թաքնված սիմվոլիկա։ Մովսես Խորենացի աշխատանքում այդ սիմվոլիկան տեսանելի է, ներկայացված է հենց Խորենացու կերպարը, տղամարդու կերպար, որտեղ արտահայտիչ են գլուխը, իսկ ամբողջ Իրանով մեկ հայկական խորհրդաբանություն ենք տեսնում, Արարատ սառն է, եկեղեցու ինչ որ հատված է, խաչի հատված է, պագրիր արձանագրություններ, շատ տարբեր հայոց պատմության առնչվող ինչ որ դետալներ կարող ենք նշմարել։ Նույնը նաև Փոքր մեր աշխատանքում է։ Եվ ես ավելի շատ չմանրամասնեմ, որովհետև դիտողին հետաքրքիր է շուրջ կլոր քանդակ որպես ուսումնասիրել բոլոր կողմերից եւ այո ինքնուրույն բացահայտել այդ միտումները, այդ բոլոր իր մտքերը։ Իսկ հետաքրքիր է այն մարդով կգա դիտելու ցուցադրությունը, համադրողական տեսանկյունից հետաքրքիր է ինչ լուծումներ է գտել եւ գուցե հուշեք ինչ որ կոդեր հուշեք, որպեսզի նա գա եւ փնտրի դրանք ցուցադրությունը դիտելիս։ Այդպիսի կոդեր չեմ կարող իհարկե կդժվարանամ հիմա ասել, բայց համադրողական առումով մենք որոշեցինք շատ մեծ տեղ տանք բացի ժամանակագրական սկզբունքի նաև գեղագիտական հաճույքը, որպեսզի վայելի դիտողը։ Այսինքն աշխատանքները իրենք լուծված են, ներկայացված են շատ միաձույլ ամբողջության մեջ։ Իրենց արտահայտչականությունը ավելի ակնառու է դառնում, երբ որ հետաքրքիր սիմետրիա ենք ներկայացնում։ Ասիմետրիայի հետ մեկտեղ մենք կարողացել ենք սիմետրիայի սկզբունքով կարողանալ հետաքրքիր
ցուցադրատարածք ստեղծել, որտեղ առանձին ամեն մի զրահը ինքնին մի առանձին ստեղծագործության է փոխակերպվում, քանի որ մտածված եւ հետաքրքիր սիմետրիկ լուծումներով ստեղծված ցուցադրություն է ներկայացվում։ Հետաքրքիր է Սամվել Ղազարյանի առաքելությունը որպես արվեստագետի, հա, նաև այս ցուցադրությունը դիտելիս ձեզ որն է եղել է եւ գուցե այսօր էլ կա։ Կարծում եմ զուտ արարելը, բայց միևնույն ժամանակ մտածված արարելը, կարծում եմ որպես արվեստագետ նա նաև յուրատիպ մտածողություն է ունեցել իր ողջ կյանքում, իր ստեղծագործական կյանքում եւ ցանկացած ստեղծագործության հիմքում միտք եւ գաղափար էր ներդնում։ Այդտեղ նաև շատ կարեւոր էր, որ առ այսօր նա պահում է այդ հայկականության ազգային մեր զգացմունքային որոշակի թեմաներ, որոնք մեզ միշտ հուզել են դպրոցահասակ երեխայից առ այսօր մինչ մեծ տարիքի մարդկանց հետաքրքրող թեմաներ են, հենց իր անդրադառնալը մեր առասպելաբանությանը կամ կրոնական թեմաներով ներկայացնելով, դա կարծում եմ մեծ ներդրում է հայ արվեստում եւ առհասարակ հայ լինելու, իր հայկականությունը ներկայացնելու սկզբունքի համար։ Օրերս կյանքից հեռացավ մեծանուն կոմպոզիտոր Սոֆիա Գուբայդուլինան եւ նա մի հրաշալի միտք էր արտահայտել իր բազմաթիվ մտքերից մեկն է անշուշտ, որը սիրում եմ ես մեջ բերել կոմպոզիտորական արվեստում ինտելեկտուալ եւ ինտուիտիվ գործոնները պետք է բալանսավորված լինեն եւ վստահ եմ, որ այս միտքը արդիական է նաեւ քանդակագործության ոլորտում եւ կարծում եմ հատկապես կարող է վերաբերել Սամվել Ղազարյանի արվեստին, հա, որովհետեւ դուք ձեր անոտացիայում եք գրում, որ նրա ստեղծագործություններում առկա է եւ խորը բովանդակություն եւ նաեւ սիմվոլիկա։ Հետաքրքիր է այդ տեսանկյունից, հա, Սամվել Ղազարյանի արվեստում այդ ինտուիտիվի եւ ինտելեկտուալի համադրությունը ինչպես է նա կարողանում գտնել այդ բալանսը։ Իրականում դժվար է այո բալանսը գտնել, բայց եթե հիմքում կա իմացություն, եթե հիմքում կա լավ բազա, դասական դպրոցն անցած, դասական կերպարվեստի լավ տիրապետումը, կերպարվեստի պատմության տիրապետումը, ցանկացած արվեստագետ չի, որ հիանալի տիրապետում է մեր հնագույն քաղաքակրթություններից մեզ հասած մշակութային ժառանգության մասին, հատկապես այսօր, այո, եւ Սամվել Ղազարյանը այն եզակի արվեստագետներից է, ով հոյակապ իհարկե տիրապետել է, դրա շնորհիվ նա կարողացել է դասական արվեստի սինթեզը շատ հետաքրքիր նորարար միջոցներով իրականացնել իր արվեստում։ Դա եւ ոգեշնչվածություն է եղել եւ որոշ ոճական աղերսներ կարող ենք իհարկե դիտարկել, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր ինչ որ սիմբիոզ է ստացվել իր արվեստում յուրօրինակ ձևամտածողության շնորհիվ նա ստեղծել է արդեն իրենը։ Եվ եթե խոսում ենք ինտուիտիվ բովանդակության մասին, իհարկե կարող է արարման ընթացքում ստեղծագործողի ձեռքերը ինքնուրույն ինտուիտիվ բնույթից ելնելով ստեղծեն ինչ-որ մի բան առանց գիտակցելու, բայց կարծում եմ միևնույնն ամեն ինչի հիմքում կա նաև գիտակցությունը, ինչքան էլ որ ենթագիտակցաբար ստեղծվի, ամեն դեպքում գիտակցությունը ենթադրում եմ գերիշխում է։ Այո, այդ իմացական հիմքը առաջնահերթություն է եւ հատկապես այսօր կարծում եմ ուսանողները, ովքեր մուտք են գործում այս ոլորտ եւ նման ոլորտներ, պետք է արվեստի ոլորտներ առաջնահերթ դրա վրա այսպես ուշադրություն դարձնել, կարևոր ուսանողները շատ են գալիս։ Ես շատ ուրախ եմ, որ եւ Թերլեմեզյանի ուսումնարանից եւ Գեղարվեստի ակադեմիայից ուսանողներ եւ բացմանը եւ հետագայում նույնպես հասցրել են ներկարիներ եւ բավականին հիացել են աշխատանքներով, ինչքան էլ որ իհարկե գիտեին Սամվել Ղազարյանի մասին, բայց ամեն դեպքում երբ որ ամփոփ ու ընդհանուրի մեջ ես ներկայացնում մասշտաբները, այո, իրենք ավելի տեսանելի է դառնում։ Այո, 70 գործ ցավել արդեն լուրջ ցուցադրություն է։ Մարիամ, այսօր Իջևանի քաղաքային զբոսայգում կարելի է տեսնել վարպետի ծովինար Մարմարի արձանը եւ միայնակ հրեշտակը, հա, սակայն ավաղ Երևանում վարպետի քանդակների հետ շփվելու, առնչվելու հնարավորություն մենք չունենք, այնինչ նրա ստեղծագործությունները կարելի է տեսնել Էրմիտաժում, Տրետյակովյան պատկերասրահում, մի շարք նաև քաղաքներում, այդ թվում եվրոպական քաղաքներում, նաև Մոսկվայում, Կանադայում, հա, եթե չեմ սխալվում, Վանկուվերում եւ այլն։ Ինչու է այդպես ստացվել, որ Երևանում ցուցադրված չեն որևէ տեղ Սամվել Ղազարյանի քանդակները։
Ես էլ եմ շատ մտածել դրա մասին, դա շատ հետաքրքիր ինչ-որ դիսոնանս է, քանի որ վերանշյալ ստեղծագործությունները հիմնականում տեղադրվել են այդ քաղաքներում տարբեր սիմպոզիումներին եւ մրցույթներին միջազգային մասնակցելու արդյունքում։ Օրինակ Իջևանի ծովին, Իջևանի հայտնի քանդակի սիմպոզիումից է մնացել 80-ականներին, վարպետը մասնակցել է 3 տարի շարունակ Ռավեննայի միջազգային քանդակի սիմպոզիումներին եւ առաջի տեղը ոսկե մեդալի ինքն է հենց հաղթանակել է այդ տեղը զբաղեցրել մեծ իհարկե ամբավ է վայելել այդ ժամանակ Կանադայում տեղադրված է Քվեբեկում հենց Կոմիտասի դիմաքանդակը, որի մեկ այլ տարբերակը մենք ցուցադրում ենք Հետաքրքիր է թե ինչու, նաև տխուր է իհարկե այդ փաստը, քանի որ ինչքան գիտեմ, մասնակցել է շատ տարբեր մրցույթների Սակայն հաղթող չեն ճանաչվել իր աշխատանքները ցավոք Այստեղ չեն ճանաչվել Այո Մենք ներկայացնում ենք Մարտիրոս Սարյանի այդ մրցույթներից մեկին մասնակցած աշխատանքի մակետը բավականին մեծ չափի բրոնզաձուլ մի հոյակերտ արձան է որը վարպետը նվիրեց ազգային պատկերասրահին ի ուրախություն մեզ Այժմ նա ցուցադրվում է ցուցահանդեսում է եւ հետագայում երբ որ արդեն 70-ականներից առ այսօր սրահները մեր մի ամբողջ հարկ ունենք ներկայացնելու այդ ժամանակահատվածը երբ որ վերաբացեք պատկերասրահում ամենակարևոր տեղերից մեկը կզբաղեցնի Սարյանի արձանը Մարիամ նշեցիք, որ Սամվել Ղազարյանի քանդակներից կարելի է տեսնել ազգային պատկերասրահում եւ նաեւ ժամանակակից արվեստի թանգարանում են ցուցադրվում մի քանի ստեղծագործություն առհասարակ որքան ակտիվ են համագործակցում ըստ ձեզ մեր թանգարանները, ցուցասրահները ժամանակակից քանդակագործների, այս դեպքում կարելի ասել նաև դասական, քանդակագործների հետ, որքան ակտիվ են հետևում նրանց ստեղծագործական գործընթացին։ Ակտիվ հետևելը եւ համագործակցելը ամեն դեպքում միշտ կա, սակայն բուն փաստը ձեռք բերել աշխատանքների շատ հաճախ մենք չենք կարող մեզ թույլ տալ, որովհետեւ բյուջեի խնդիր է լինում։ Սակայն նվիրատվությունների շնորհիվ արվեստագետները ժամանակ առ ժամանակ պատնազգային պատկերասրահին իհարկե նվիրում են ստեղծագործություններ, ընտանիքները արվեստագետներին նվիրում են եւ շատ կարեւոր տեղ միշտ պատկերասրահի հիմնադրման օրվանից սկսած նվիրատվությունները եւ թանգարաններից եւ անհատներից եւ կոլեկցիոներներից եւ արվեստագետներից շատ մեծ տեղ է զբաղացրել։ Մենք իհարկե շատ մեծ քանակի աշխատանքներ ունենք, որոնք հենց նվիրատվության միջոցով են ստացել։ Առ այսօր մենք ստանում ենք նվիրատվություններ եւ մեծ տեղ ենք դրան տալիս։ Իսկ առհասարակ որպես համագործակցություն ցուցահանդեսների եւ այլնի հետ կապված հիմնականում լինում են ընդհանուր համատեղ ցուցահանդեսներ կամ անհատական։ Անհատականները լինում են, եթե մենք պլանային աշխատանք ենք ներկայացնում, իհարկե գիտական ուսումնասիրության հիման վրա, այդ ժամանակ արդեն տվյալ արվեստագետի ընտանիքի հետ կամ տարբեր թանգարաններում գտնվող ստեղծագործությունները հավաքագրվում են եւ համատեղ աշխատանք է ստացվում։ Լինում են իհարկե նաև որ անհատ արվեստագետներ իրենք են ուզում որ իրենց ցուցահանդեսն լինի, եթե մենք հարկ ենք համարում, ինքն այն աստիճանի իհարկե կարևոր ներկայացուցիչ է հայ կերպարվեստում, ներկայացնում ենք արդեն մեր թանգարանում։ Իսկ հետաքրքիր է ինչ լուծումներ կարելի է գտնել բյուջե ձևավորելու համար, ձեռք բերելու համար, գնելու համար, նաև տարբեր արվեստագետներից, հայ արվեստագետներից, նաև արտերկրում հայտնված մեր հայ արվեստագետների հատկապես ստեղծագործությունները, ինչ լուծումներ կան, որտեղ որքանով տեղյակ եմ արևմուտքում, տարբեր մոդելներ են կիրառում, սկսած fundraising-ից, տարբեր մեթոդներ։ Արդյոք աշխատում է պատկերասրահն այդ ուղղությամբ, մտածում եք այդ ուղղությամբ։ Մտածում ենք, բայց դրամահավաք անելը ինչ որ առումով չի ստացվի կարծում եմ ես չեմ կարող տիրապետեմ այդ կազմակերպչական հարցերին իմ ոլորտից դուրս է բայց կարծում եմ հովանավորչական միջոցները պետք է այս պահին մեզ օգնեն մենք չունենք հովանավորներ մենք ենթակա ենք մշակույթի նախարարությանը եւ մեր արտաբյուջեն է մեր բյուջեն կազմում դա այնքան չի հերիքում որ մենք մեծ գնումներ անենք հատկապես դրսում վաճառվող որովհետեւ դրսում վաճառող ստեղծագործությունները իրականում շատ թանկ արժեք են ունենում Դրա համար դրամահավաքները ես չեմ մոնում ինչքանով իրական կլինի եւ ինչքանով արվեստի գնման համար կարող են դրամահավաքներ իրականացնել որտեւ այսօր շատ արդիական այլ լուրջ խնդիրներ կան որոնք դրամահավաքների միջոցով փորձում են լուծել կարծում եմ մարդիկ ավելի նախապատվություն կտան ցավոք իհարկե ավելի համամարտկային եւ ինչ որ գոյաբանական հարցեր լուծելու համար դրամահավաքներ իրականացնել
Մարիամ, անդրադարձանք Սասունցի Դավթին, սակայն Սամվել Ղազարյանը մի շարք այլ գրքեր է ձևավորել, հա, Գյոթեի, Դոստոևսկու տարբեր ստեղծագործություններ է ձևավորել եւ հետաքրքիր է առհասարակ ինչպես է նա անդրադառնում գրաֆիկային քանդակագործի տեսանկյունից, հա, այսինքն ծավալային գրաֆիկա է ստեղծում կամ գուցե հակառակը քանդակում է որպես գրաֆիկական տեսանկյունից, հա, կամ կերպարվեստի տեսանկյունից։ Հետաքրքիր հարց է իրականում, քանի որ քանդակագործների ձեռագիրը միշտ տեսանելի է լինում գրաֆիկայի ոլորտում, ծավալային լուծումների շնորհիվ շատ հյութեղ զանգվածային ֆորմաներ են ստեղծում նրանք, սակայն Ղազարյանի մոտ գրաֆիկայի ասպարեզում բացի նրանից, որ ինքը որպես քանդակագործ է ներկայանում, այնտեղ շատ հստակ գրաֆիկի ձեռք է զգացվում, որովհետև շատ մանրամասն լուծումներով, գծի, ֆորմայի միջոցով նա կատարյալ պատկեր է ստանում եւ որպես գրաֆիկ։ Իհարկե կան աշխատանքներ, որոնք օրինակ Սանգինայով ստեղծված աշխատանքները, որոնք իհարկե ծավալները տեսանելի են շատ, բայց ես մեծ մասամբ կնշեմ, որ հենց կայացած եւ առանձնահատուկ որպես գրաֆիկի կողմից ստեղծված աշխատանքներ են իր գրաֆիկական թերթերը։ Հատկապես օրինակ ինձ թվում է Սասունցի Դավիթը։ Այո։ Այնտեղ մեծ մասամբ իհարկե մատիտանկարներ են, բայց այո, այնտեղ հստակ կոմպոզիցիա կա, հստակ պատկեր կա, հստակ թեմատիկ զարգացում կա եւ լուսաստվերի շատ նրբին անցումներ կան։ Այո, օրինակ Քուրկիկ Ջալալին նայում ես, հա, բայց ասես իսկապես այդպես քանդակած լինի, կլոր է, չէ՞, այդ կլոր ֆորմաները կան։ Բացի դրանից նաև Սասունցի Դավթի պորտրետը կամ Մհերի պորտրետը կոմպոզիցիայի մեջ շատ հետաքրքիր են նայվում եւ առանձին շատ յուրատիպ ֆորմա են ստանում։ Մարիամ, խնդրում եմ պատմեք նաև ազգային պատկերասրահը առաջիկայում ինչ նոր ցուցադրություններ է պատրաստում եւ ժամանակակից եւ անշուշտ հիմնական ցուցադրությունները, հա, մեծ փոփոխություններ են այսօր տեղի ունենում ազգային պատկերասրահում։ Այո, վերջապես թանգարանը իր ամբողջ սրահներով ներկայանալու է հանդիսատեսին։ Շատ հետաքրքիր գարուն ենք սկսել։ Սամվել Ղազարյանի ցուցահանդեսով, այսպես ասած, խոստումնալից սկիզբ դրվեց 25 թվականին եւ բացեցինք արդեն համաշխարհային արվեստի մի մասը, դա ռուսական արվեստը ներկայացնող մի ամբողջ հարկ է, վերափոխված, վերազինված, իհարկե մեր հավաքածուի հոյակապ աշխատանքներով, սակայն նոր լուսավորմամբ, նոր սրահներով եւ այժմ աշխատում ենք արդեն բացել խորհրդային հայ արվեստը ներկայացնող մի ամբողջ հարկ հետ խորհրդային շրջանի հետ եւ եվրոպական, արևմտաեվրոպական արվեստը ներկայացնող հարկը։ Երկու հարկ առաջիկայում նախատեսում ենք բացել, ամեն մի հարկում գրեթե 8 սրահ կա եւ դրանով արդեն լիակատար կհամարենք, որ ազգային պատկերասրահը ամբողջությամբ ներկայացնում է այլ իր հասարակության կողմից սիրելի աշխատանքները, կարոտած աշխատանքները, որովհետեւ շատերը հարցնում են կոնկրետ գալիս են թանգարան տեսնելու իրենց սիրելի ստեղծագործությունները, այսպեսով իրենք ապրիլին արդեն կարծում եմ տեսանելի կլինի։ Մարիամ, չմոռանամ հարցնել, այս ցուցադրության ժամանակ ցուցադրվել են գլխավորապես վարպետին պատկանող իր անձնական ցուցանմուշները, քանդակները, գրաֆիկական աշխատանքները, կամ գուցե կան աշխատանքներ, որոնք տրամադրել են կոլեկցիոներներ, թանգարաններ եւ այլն։ Ազգային պատկերասրահը ունի վարպետից 4 աշխատանք, որոնցից 3 ցուցադրվում են սրահներում, մնացած բոլորը եւ գրաֆիկական աշխատանքները եւ քանդակագործական վարպետի հավաքածուի ստեղծագործություններն են։ Վարպետի արվեստանոցից ենք բերել, իհարկե շատ դժվար էր այդ ծանր ծավալուն աշխատանքները բերել, բայց ամեն դեպքով արժեր, այո։ Այսպեսով ամբողջությամբ ներկայացնում ենք հենց վարպետի ստեղծագործություններ, մի քանիսն են մենակ մերը։ Ցուցահանդեսը ձեզ համապատասխանում էր վարպետի սպասելիքներին։ Ես կարծում եմ, այո, շատ անհանգիստ էր սկզբում, քանի որ ես ինչ որտեղ ռիսկային քայլ համարեցի իրեն ընթացքում չներգրավել, որովհետև երբ որ արվեստագետը անձամբ ներգրաված է լինում ցուցահանդեսը պատրաստելիս, շատ զգայուն ինչ որ իրավիճակներ են հայտնվում, իսկ այստեղ ցուցահանդեսի կառուցումը հանգիստ մթնոլորտ էր պահանջում եւ պետք էր շատ կշռադատված առանց կողքից ինչ որ խանգարող հանգամանքների ստեղծագործել։ Եվ ես եւ պատկերասրահի թիմը փորձեցինք
վարպետի ստեղծագործություն մեր ստեղծագործության միջոցով ներկայացնել։ Իհարկե շատ անհանգիստ էր, որոշակի ինչ-որ թերություններ էր սկզբում տեսնում, բայց արդյունքից շատ գոհ մնաց եւ լուսավորությունից, եւ կոնցեպտից, եւ ցուցադրության կառուցման սկզբունքից։ Առ այսօր սիրով գալիս է եւ շփվում է այցելուների հետ, վայելում է իր գործերը ամեն անգամ։ Այո, տեղյակ եմ, որ գրեթե ամեն օր գալիս է։ Գրեթե, ինչքան որ հասցնում է գալիս է, այո։ Շնորհակալություն, նաև խորհուրդ եմ տալիս մեր հեռուստադիտողին հետևել ազգային պատկերասրահում տեղի ունեցող այդ բոլոր իրադարձություններին, ազգային պատկերասրահի փոխակերպումներին։ Այո, շատ հետաքրքիր են լինելու։ Այո, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Սամվել Ղազարյանը մեկ առիթով ասել է. «Տիեզերքի եւ քանդակի արարման ուղին նույնն է՝ քաոսից հարմոնիա»։ Ավանդական մոտեցումների հիման վրա քանդակագործը ձևավորում է ժամանակակից, երբեմն ավանգարդ մեկնաբանություններ, որոնք նոր շունչ են հաղորդում հայ քանդակագործությանը։ Չի ուզեի չարաշահել կարևոր ցուցադրություն, չարժե այն բաց թողնել արտահայտությունները, ամեն դեպքում եկեք ազգային պատկերասրահ, դիտեք Սամվել Ղազարյան արարման ուղին ցուցադրությունը։ Այսօրվա համար այսքանը, ցտեսություն։